Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ամբողջ մարդկության համար է մեծ իրադարձություն, որը հնարավոր է դարձել բազմաթիվ պետությունների եւ ժողովուրդների միասնական պայքարի շնորհիվ։ Բայց այսօր քննարկվող հայտարարության տեքստում այն համամարտկային համագործակցությունը գրեթե անտեսված է, ամբողջ շեշտը դրված է միայն Խորհրդային Միության վրա, առանց խոսելու այն երկրների մասին, որոնք ոչ պակաս վճռորոշ դեր են ունեցել այս հաղթանակի ապահովման գործում։ Այդ թվում Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ շատ այլ պետություններ։ Բացի այդ, ինչպես արդեն հարցումս էլ շեշտեցի, արհեստականորեն իրար են կապվում 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցած երկու իրադարձություններ։ Եվ այսպիսի զուգահեռները որևէ առնչություն չունեն իրենց բնույթով, պատմական ժամանակով եւ միջազգային ընկալմամբ։ Վերջապես այդ հայտարարությունը, որի բուն իմաստը պետք է միավորող լիներ, պատմական ճշմարտության շուրջ իրականում դառնում է բաժանարար գիծ։ Այն չի միավորում քաղաքական ուժերին, հանրությանը, ֆաշիզմի դեմ պայքարի գաղափարի շուրջ, հիմնականում մեղադրական շեշտադրումներ են, ոչ թե խաղաղության ու երկխոսության կոչ։ Եվ բացի սա, ինչպես գործընկերս էլ ասաց, նախադեպ չի եղել հայտարարության տեքստ ունենալու նորանկախ Հայաստանի խորհրդարանում, սակայն մշտապես նշվել է եւ հայտարարության տեքստեր են եղել ինչպես վարչապետի, երկրի նախագահի, ազգային ժողովի, այնպես էլ ազգային ժողովի օրինակ նախագահի անունից։ Եվ այս հիմնավորմամբ առաջարկում եմ մեր հանձնաժողովին դեմ կամ ձեռնպահ մնալ հայտարարության քվեարկության ժամանակ։